Ներկայացրեք ձեր խնդիրը։ Իմ խնդիրը 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչ եմ։ Հիմա մեր պահանջը օրինական օրենքի շրջանակներում մենք օրենքից դուրս ոչինչ չենք ուզում։ Եթե 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչ են նորակառույց շենքում նոր բնակարան չի հասնում օրենքով, թող իշնի մեզ այդ պատասխանի էլի, ասի ձեզ դուք անօրինական ակցիա եք անում, դուք անօրինական պահանջներ եք դնում, դուք շանտաժ եք անում, էս եք անում, բայց մարդիկ խաբում են անդադ մի տարի, 2 տարի, տարի կես հետո սպասեք, հաջորդ ամիս կհավաքվեն, 3 հոգի եկեք իմ մոտ։ Բավարարող պատասխան երբևիցե չեք ստացել։ Չէ, ոչ ինչ ասել են, խաբել են, ինչ ասում են, խաբում են, հետո էլ որ հարց են տալի, ասում են մենք դες բան չենք ասել։ Նշեցին բնակիչներից որոշները, որ իրենց տուն կոյուղաջրերն են լցվում, օձեր կան, ձեր տունը ունի նման։ Նկարահանած է, ամեն շենքը խոնավ է, շենքը ամբողջ 5 հարկանի շենքը խոնավության մեջ է, ցեմենտ գոյություն չունի դեռ, հողը, ավազը ոնց է թափում, այդ ձև ցեմենտը թափում, բետոնը թափում է։ Հիմա ես ինչ եմ ուզում ասել, մեր պահանջը օրինական պահանջ է, եթե 4-րդ կարգի վթարային շենքին բարելավում չի հասնում, թող իշնեն ասեն ժողովուրդ ջան, ամեն մեկը ձեր գլխի չարը տեսեք, մենք էլ չկանք կարող։ Անընդհատ իրանց հաճելի է, ամիսը մի անգամ, 3 ամիսը մեկ, շաբաթը մեկ գալիս են, իրանք են ստից գալի խոսում։ Օրինակ գումարի առումով, եթե նայեք, ինչքան գումարի վնաս է կրել ձեր տունը։ Իմ տունը շատ մենակ գումարային չի, բարոյական վնասներ են կրում քաղաքացիները։ Այդ ամեն սուտ խոսելը, ամեն բանը մարդիկ պլանավորում են, չէ՞ ինչ-որ բան։ Լավ, ասում եմ մի փոքր էլ ծախսեմ, որ մի տարի յոլա գնամ ասում, ռեմոնտի վրա վերանորոգման, որտեղ խոստացել է, ասենք մյուս տարի վերանորոգում կատարել եք երբևէ։ Անընդհատ անում ենք, անընդհատ։ Հիմա էլ ես վերանորոգման մեջ եմ, հեսա պետք է գնամ, վարպետ աշխատել է գիշերը, գնամ տեսնեմ ինչ է։ Քաղաքապետարան սպասում եք ինչ-որ արձագանքի դրական։ Դրական արձագանքը, ճիշտ ասած, մի 3 տարի առաջ, տարի կես առաջ, որ խոստացան փետրվարին տան, ճիշտ ասած, այդքան էլ չէի հավատում, որովհետև ինքը պատճառաբանեց գումարը պետք է կառավարությանը դնենք, գումար չունի քաղաքային բյուջեն։ Ես էլ ասեցի տարի կեսը բա ինչ եք պահանջում, ասենք, կառավարությանը դիմել պատասխան ստանալու համար 3 ամիսն էլ է բավական։ Աբինյանը անձամբ ասեց, որ տարի կես ժամանակը դա խնդրում եմ, որ համ դրամային միջոցները ես հայթայթեմ, համ էլ որ բնակարաններ արդեն գնենք քաղաքի տարբեր հատվածներում։ Ու ձեզ վերաբնակեցնենք։ Ժողովուրդը հավատաց, տարի կեսը փետրվարին լրացել։ Փետրվարից հետո հարց տվեցին ավականիները, կոնկրետ Աբինյանը, ասեցին տարի կես առաջ խոստացել եք, հիմա ինչ պատասխան եք տալի, լրացել է ժամկետը, ասեց ես տենց բան չեմ ասել։